Երևանի Սարյան փողոցի վերջերս նկարազարդված աստիճաններին կից մայթը լայնացնում են։ Կենտրոնի թաղապետարանից ասում են, նպատակն այն է, որ մեքենաներ չկայանեն եւ Սարյանի Հայաստան կտավը կավից պատրաստված խճանկարով անգամ հեռվից տեսանելի լինի։ Նկատենք, որ հետիոտնային անցումը լայնացվող մայթի հատվածում է։ Մայթն էլ ըստ էության լայնացնելու կարիք չուներ, քանի որ քաղաքացիները կարողանում էին հեշտությամբ անցուդարձ անել։ Հետիոտնային անցումը պահպանվելու է, թե այն կվերացվի։ Նախագիծն իրականում քաղաքացիների հարմարության համար է, թե այստեղ այլ շահեր կան թաքնված։ Ֆակտոր TV-ն փորձել է պարզել այս հարցերի պատասխանները։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն ասում է, սա Սարյանի աստիճաններ նախագծի երկրորդ փուլն է։ Մայթը լայնացնում են բազալտե սալիկներով, քանի որ նրա խոսքով այն նախկինում զավթված է եղել, իսկ այժմ ուզում են, որ աստիճանները տեսանելի լինեն։ Այնինչ մեր տեղեկություններով այս ամենի նպատակն այն է, որ մայթին հարակից սրճարանը կարողանա հովանոցներ տեղադրել։ Կենտրոնի թաղապետը պնդում է, որ նման նախագիծ հիմա չի քննարկվում։ Ոչ մի սրճարանի եւ ոչ մի աթոռի բան չի քննարկում այս պահին, կլինի ժամանակը ինչ որ միայն իր հարակից տարածքում մեկը կդիմի, կքննարկենք, եթե խոչընդոտ եւ այլն չենք տա, բայց տենց ինչ որ հստակ հիմա ոչ մի բան չկա քննարկման մեջ, էլի այս պահին այդ մայթը լայնացնում ենք, հիմնական նպատակը այն է, որ այդտեղ մեքենաներ չկանգնեն ու ամբողջ տեսարանը բաց լինի այդ աստիճանների, ոչ թե հիմա 3 գծով մեքենա կանգնեն, էլի։ Պետրոս Պետոյանը Երևանը համեմատում է եվրոպական քաղաքների հետ, նշելով, որ դրանցից շատերում անգամ պատմամշակութային վայրերում սրճարաններ կան, բայց հստակ չափորոշիչներով։ Եվրոպական քաղաքներում դա տենց շատ ճիշտ պրակտիկա է սիրուն, որ ցանկացած հրապարակում բոլոր պատմամշակութային վայրերում կան սրճարաններ, բայց այդ սրճարանները հստակ չափորոշիչներով են, միայն սեղան, աթոռ, ոչ մի բան չեն թագում։ Հիմա դրան ես կոնցեպտուալ դեմ չեմ, բայց ընդհանրական կոնկրետ այս սրճարանի եւ այդ տարածքի մասին որևէ քննարկում չկա, բայց իրավական տեսանկյունից իրանք իրավունք ունեն, բայց այդտեղ սենց տենց մայթը այնքան չի լայնանում, որ ինքը կարողանա սեղաններ դնի եւ զոնտիկներ, հետեւաբար այդտեղ չի կարող լինել սրճարան։ Սարյան փողոցի վրա գործող տվյալ սրճարանի տնօրենը Ֆակտոր TV-ի հետ զրույցում ասաց, որ տարածքն ընդլայնելու նպատակ այս պահին չունեն։ Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ամեն դեպքում խնդիր տեսնում է։ Ըստ նրա լայնացվող մայթերը, եթե ոչ այս պահին, ապա առաջիկայում կարող են ծառայել սրճարանների տարածքների ընդլայնման համար, հատկապես Սարյան փողոցում, որը սպասարկման ոլորտի բիզնեսի համար մեծ պահանջարկ ունի։ Այստեղ երկու խնդիր կա, առաջինը տեսեք, այն որ Տիգրան Ավինյանը ահաբեկված, որ ամեն տեղից մենք պետք է կարողանանք գումար բերել, եւ երկրորդ խնդիրը, որ այստեղ ես տեսնում եմ, առարկայական եմ տեսնում, դա կոռուպցիան է, ինչ սրճարանի տերերը ամենայն հավանականությամբ ասեն տղեկ ջեբներդ ինչ դնենք, որ այդ տարածքը լայնացնենք, հետագայում ծառայի մեզ, բայց դրա հիմնավորումը դեռ ես չեմ գտել, նաեւ դիմելու եմ, որ պաշտոնապես ունենամ։ Ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանը նկատում է, որ օրինակ Արամի փողոցում մայթերը զավթված են, մինչդեռ դրանք հանրային տարածքներ են եւ պետք է վերադարձվեն հանրությանը, հանրային շահը վերդասելով մասնավորից։ Ստերևույթին, ժամանակին ինչ որ մի հատկացումներ են արվել մարդկանց, գուցե անօրինական, բայց օրինականացրել են անօրինականությունը, գուցե նույն Արամի փողոց, դա իմ ճանապարհն է, ես հաճախ գնում եմ այդտեղ հնարավոր չի քայլել։ Քաղաքը ընդհանրապես պարկինգի է վերածվել։ Փորձեք լուծել այս խնդիրը։ Մենք քաղաքաշինական սխալների կծիկ է Երևանը այսօր։ Ավելի ուշ կենտրոնի թաղապետը հավելեց, որ եթե անգամ տվյալ սրճարանը դիմում ներկայացնի, ապա այն կմերժվի եւ լայնացվող մայթի վրա ոչինչ չի լինի։ Նա նաեւ վստահեցրեց, որ հետիոտնային անցումը ոչ կվերացվի, ոչ կտեղափոխվի, կմնա իր տեղում։ Նրա խոսքով առաջիկայում նախատեսվում է նաեւ Թումանյան փողոցի մայթերի լայնացում։ Այս որոշումը ըստ երևույթին վերադասի հանձնարարականի հերթական իրականացումն է։ Այնուամենայնիվ հաշվի առնելով, որ որոշակի դանդաղում ունենք շինարարական բլոկի հետ կապված, կարծում եմ նաև պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնենք բոլոր հնարավոր ընկետերում, որտեղ որ հնարավորություն ունենք ավել հավաքագրելու, որտեղ ակնհայտորեն դիմումների քանակը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, բայց այնուամենայնիվ կարծում եմ ընդհանուր առմամբ այս տեմպով եթե շարունակենք, ոնց որ թե խնդիրները կլուծենք մեր հիմնական։ Արդյոք այս նախագծերը միտված են բացառապես քաղաքի գեղեցկացմանն ու քաղաքացիների հարմարությանը, թե որոշ տնտեսվարողների համար են ստեղծվում նոր հնարավորություններ։ Ֆակտոր TV-ն կհետևի զարգացումներին։